Պարոն Ասլանյան, Հովիկ Աղազարյանը նախաձեռնել է Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց, նման գործընթաց նաև արտախորհրդարանական ընդդիմադիրներն են նախաձեռնել իմպիչմենտի, նաև ձեզ է ուղարկվել նամակներ, ինչ կարծիք ունեք այս առումով, մասնակցելու եք գործընթացներին, թե ոչ։ Ոչ։ Ինչու։ Ես սովոր չեմ մասնակցելու մի գործընթացին, որի վերջը չեմ տեսնում, որի հաջողությունը և իմաստը չեմ տեսնում, ես սովոր չեմ խալաստոյի կրակելում։ Հովիկ Աղազարյանը ձեր գործընկերն է, մի կուսակցության անդամ եք, նաև ինքն է նախաձեռնել, ինչու չեք վստահում իրեն։ Ես իրեն վստահում եմ, բայց ես համոզված եմ, որ սա անմիտ գործարք է։ Իսկ իրեն ասել եք։ Դա արդեն թողնենք, որտեղից ձեզ հայտնի դարձավ, որ ես դեմ եմ եղել դրան։ Ես հարց եմ տալիս, որպես լրագրող, ես կարող եմ հարցը ձևակերպել ցանկացած ձև ինֆորմացիան ստանալու համար։ Վարչության նիստին դուք դեմ եք քվեարկել։ Ոչ, ես չեմ ասի, որտեղ դուք եք ասում, որ ես դեմ եմ քվեարկել։ Դուք կարող եք հերքել։ Ես ընդհանրապես քիչ առաջ ասացի, ես իմ ամբողջ կյանքում երբեք չեմ գնացել այնպիսի գործողությունների, որոնց առնվազն գոնե 80-ից 90% համոզված չեմ եղել, որ դա կբերի և իմաստ, և հաղթանակ։ Իսկ դուք առհասարակ ուզում եք, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա։ Ոչ թե ուզում ենք, մենք այդ սկզբունքը ունենք։ Մենք ասել ենք, ՄԱՍԿ կուսակցությունը իր դիրքորոշումը հստակ ունի։ Դա այն է, որ մենք ամեն ինչ անելու ենք, որ 26 թվականի ընտրություններին Նիկոլ Փաշինյանը վարչապետ չլինի։ Իսկ մինչ այդ գործընթացներ չեք պատկերացնում։ Պատկերացրեք, որ այսօրվա դրությամբ չեմ պատկերացնում։ Ես կարծում եմ, որ ամենաճիշտ ճանապարհը այն է, որ բոլոր ուժերը, ովքեր ուզում են, որ 26 թվականին լուրջ փոփոխություններ լինեն երկրում, պետք է պատրաստվենք 26 թվականին ընտրություններին։ Ինչպես է եղել, որ Հովիկ Աղազարյանի հետ ստեղծած կուսակցության անդամները, դուք և ինքը Նիկոլ Փաշինյանին հեռացնելու գործընթացին շուտ տարբեր կարծիքներ ունեք։ Օրինակ Հովիկ Աղազարյանը նախաձեռնել է անվստահության գործընթաց, դուք ասում եք դա անմիտ բան է, ես խալաստոյ չեմ կրակում։ Այո, մարդիկ ենք, որ մեր սեփական կարծիքներն ունենք։ Բայց ձեր ձայնը վճռորոշ է եղել, չէ՞, վարչության նիստին։ Եկեք ուրիշ բաներ չխոսենք։ Հարց եմ տալիս, ուրիշ բան չեմ խոսում։ Դատելով ձեր մեկնաբանությունից, որ ասում եք դա անմիտ գործընթաց է, նշանակում է վարչության նիստին դեմ եք քվեարկել։ Իմ կարծիքն եմ ասում։ Ձեր կարծիքը ինչպես է դրսևորվել վարչության նիստին։ Օրինակ, ինչու եմ ես դա համարում ոչ իմաստալից, որովհետև վերջնական իմաստով, եթե նույնիսկ 36 ստորագրությունը լինի, ի վերջո 54 ստորագրություն չի լինելու, ուրեմն դա իզուր տեղը ժամանակի կորուստ է։ Միգուցե ձեր որոշումը, օրինակ ստորագրությունը մոտիվացնի այլ պատգամավորների իրենք էլ ստորագրեն։ Ես լավ եմ ճանաչում։ Դուք առաջամարտիկը եղեք։ Ես լավ եմ ճանաչում ՔՊ-ին։ ՔՊ-ից ոչ թե որոշ մարդիկ, այլ ոչ ոք չի ստորագրի։ Ինչու կվախենան։ Իհարկե։ Ինչից են վախենում։ Ժողովրդավար երկրում ենք ապրում։ Լավ եք անում։ Դուք ապրեք այդ ժողովրդավար երկրում։ Այդ ժողովրդավար երկրի այսպես արդյունքում ես այսօր դուրս եմ շպրտվել մի կուսակցությունից, որի համար 4 տարի դոշ եմ դեմ տվել։ Փոշմանել եք։ Ոչ, ես երբեք չեմ փոշմանում, Տերյանը ինչպես էր ասում, արածներիս համար չէ, որ պետք է ասեմ ափսոս, հազար ափսոս, չարածներիս համար պետք է ասեմ ափսոս, հազար ափսոս։ Ես երբեք չեմ փոշմանում, որովհետև ես այն մարդկանց թվին եմ պատկանում,
որոնք միշտ անում են այն, ինչ արդեն ասել են, եւ երբեք չեն ասում այն, ինչ չեն պատրաստվում անելու։ Դուք էլ ձեզնով եք սկսելու գործընթաց Փաշինյանին հեռացնելու։ Ես կողմ եմ, որ 26 թվականին լինի։ Ես կողմ եմ, որ մեր կուսակցությունը լծվի իսկապես գաղափարապես այն բոլոր ուժերին միավորմանը, որոնք չեն ուզում ոչ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան եւ նրանց առանցքի շուրջը պատտվող ուժերին եւ ոչ էլ Նիկոլ Փաշինյան եւ ԿՊ։ Բայց ոչ էլ այն անձանց, ովքեր մաս են կազմել Արցախի հանձնման գործընթացին։ Ես կողմ եմ, որ միավորվեն միմիայն այն ուժերը, որոնք ունեն մաքուր կենսագրություն, որոնք ժողովրդի հաշվին լավ չեն ապրել, որոնք ժողովրդին չեն խաբել։ Ձեր կարծիքով դուք ինչ վարկանիշ ունեք, պարոն Ասլանյան, եւ որքան ձայն կարող եք ընտրություններին տանել ձեր կուսակցության համար։ Հիմա ես ոչինչ չեմ կարող ասել։ Բայց ձեր հեղինակությունը ինչպես է գնահատում։ Հիմա դեռևս կարծում եմ, որ բոլոր այն մարդիկ, ովքեր ինձ ճանաչում են, ես երկար տարիների ընթացքում, այն որ շուրջ 40 տարի ես դասավանդել եմ ու հազարավոր աշակերտներ ու ուսանողներ ունեմ, այն որ ես անցել եմ այնպիսի ճանապարհ, որտեղ ունեմ իմ ընկերները զենքի տեսակետից, ունեմ իմ այն շրջապատը, որը ինձ ռեալ ընդունում է, եւ այն բոլոր մարդիկ, ովքեր համոզված են, որ ես իրենց չեմ խաբի, ես իրենց չեմ ստի, ես դա անում եմ ոչ թե պաշտոնը ստանալու կամ ինչ-որ մի բանի համար, գիտեն, որ ես այն ամեն ինչ անում եմ, անելու եմ իմ երկրի ու պետության համար, իշխանության համար չէ։ Ձեր ընկերները, ձեր հազարավոր ուսանողները գիտեին, որ մի օր մաս եք դառնալու մի իշխանության, որի օրոք հանձնվեց Արցախը։ Որի օրոք, այդտեղ ես ձեզ հետ համաձայն չեմ, մեկ էլ այդպիսի ասույթ չասեք ինձ, որ Արցախը հանձնվել է ոչ թե մեր իշխանության օրոք, Արցախը հանձնվել է նախ ամբողջ ժողովրդի մեղքով։ Արցախը, հենց այդպես, ես այդ կարծիքին եմ, դուք այդ կարծիքն ասեցիք, ես էլ այդ կարծիքին եմ, Արցախի հանձնման մեջ մեղավոր են բոլորս, բայց ամենաշատ մեղավոր են նախկին այն իշխանություններն են, որոնք 25 տարի թալանեցին բանակը, ոչնչացրեցին Փաստացի, երբ կորցրինք Արցախը, փաստացի։ Գիտեք ինչ կա։ Երբ տեղահանությունը տեղի ունեցավ։ Երբ տեղը Կարող եք ամսաթվերը նշել, փաստացի, երբ կորցրինք Արցախը, ոնց կապ չունի։ Որտեվ դուք կորցնում եք պատճառը հետևանքային կապը, որովհետև մի բանի մասին խոսելուց պետք է իմանաք պատճառը եւ հետևանքը, դա սուտ հետևանք է, այն որ ես չեմ պաշտպանում դա, բայց ես անցած մարդ եմ, դուք մեկը միշտ իմացեք, անցած մարդը չի կարող ուրիշին առավել եւս իրեն ստել։ Արցախը մենք կորցրել ենք բոլորով։ Արցախը սկսել ենք կորցնել 94 թվականի մայիսի 12-ից։ Պարոն Ասլյան, ձեզ երբ հեռացրին ԿՊ-ից։ Կապ չունի դա։ Չէ, ձեզ երբ են հեռացրել ԿՊ-ից։ Ինչպես դուք եք ասում, երբ են ձեզ շպրտել ԿՊ-ից դուրս։ 24-ին։ Կարող ենք ասել, որ դա տեղի է ունեցել 1992 թվականին։ Ոչ։ Բայց ինչպես եք ասում։ 1992 թվականին ԿՊ չկար։ Պայմանական թիվ եմ ասում, ինչպես եք ասում, Արցախը ժողովուրդն է հանձնել, նախկիններն են հանձնել, Եսիմով է հանձնել, Պողոսը, Պետրոսը, բայց ոչ ձեր իշխանությունը։ Որովհետև նախկինները իրենց գործողություններով ոչնչացրել են մեր բանակը, որը որովհետև նախկին, գիտեք ինչ կա, ես մի Դա քանի անգամ ինչու պատերազմը տեղի ունեցավ 20 թվականին, ինչու ադրբեջանցիները նոր են ներխուժել Գեղարքունիքի մարզ, Ջերմուկ, զավթել են մեր տարածքները ու դուրս չեն գալիս։ Ինչու հիմա դա տեղի ունեցավ։ Որովհետև մեր երկիրը հասցվել էր այնպիսի ծանր վիճակի, որը ի վիճակի չէր դիմակայելու թուրք-ադրբեջանական տանդեմին չհաշված մյուս օգնականները։ Դուք այնքան եք թեթևացնում, ավելի շուտ չեք թեթևացնում, դուք փորձում եք միայն այս իշխանությանը մեղադրել, իսկ ամենամեծ մեղավորները նրանք են,
ովքեր երկիրը հասցրեցին այդպիսի Մենք վիճակի։ փաստերն ենք արձանագրում, որևէ մեկին չենք մեղադրում։ Փաստերը դա է, 16 թվականին ես փաստեր Ինչու Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախը Ադրբեջանի մաս է։ Նիկոլ Փաշինյանից մինչև այդ Ինչու հայտարարեց։ մի րոպե Նիկոլ Փաշինյանից առաջ եւ Սերժը եւ Քոչա եւ բոլորը հայտարարել են դա։ Ես կարող եք հիմա ցույց տալ այդ հայտարարությունները, Դուք մենք բացեք, տեսեք, չէ, մենք բացել ենք, չենք գտել։ Իսկապես չէ գտել։ Այո, մենք չենք գտել, որ մյուս անգամ որ համարեն Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականություն։ Մյուս անգամ հենց որ ես գտնեմ, հիմա չեմ կարող։ Ես անպայման Սախրանյանի կգցեմ, կբերեմ հենց ձեզ ցույց կտամ։